Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ապացուցում է, որ ինքը խորը ասիական մարդ է եւ ոչ մի ցանկություն չունի ինտեգրվելու Եվրոպական միության մեջ։ Կամ գոնե որ փորձում է դա հետաձգել հնարավորինս, որպեսզի որպես օֆշորային գոտի ավելի շատ ստանա, բայց դա կբերի Հայաստանի պետականության ոչնչացմանը, եթե ինքը մի քիչ էլ ուշացրեց։ Հայաստանի Հանրապետությունը չի կարող լինել կամուրջ թուրանական պետությունների միջև, որովհետև թուրանական պետությունները ունեն իրենց կամուրջը, դա Թուրքիան է։ Թուրքիան Եվրամիության մաքսային միության անդամ է եւ մի մաքսային միության մեջ է։ Հայաստանի կարիքը ընդհանրապես չկա։ Այդ 42 կիլոմետրի վրա բոլորը թքած ունեն, որովհետև Վրաստանով այդ ճանապարհը անցնում է եւ իրանք ունեն երկաթգծային ճանապարհ։ Եվ ընդհանուր առմամբ նորից եմ կրկնում, Կենտրոնական Ասիայի երկրների եւ Թուրքիայի շրջանառությունը առանց ռազմական բանի, որը չես կարա Զանգեզուրով անցկացնես ամեն դեպքում, ինչպես որ բանով, ինքը 3 Ղազախստանի հետ պետք է լինի 3.5 միլիարդ դոլար 32 թվականին։ Չկա տենց բան, գոյություն չունի։ Դու չես կարող լինել, դու կամուրջ, դու Եվրոպայի անդամ ես, դու քաղաքակրթականորեն Եվրոպայից, դու կամուրջ չես։ Դու Եվրոպայի ամենաարևելյան դարպասն ես, ոչ թե կամուրջը։ Եկանք հասանք, Խաչմերուկից հասանք կամուրջ, Խաչմերուկը գոնե հողի վրա էր, օդում կախված է։ Ինչ ա ուզում ես մարդը։ Ինչ որ մեկը գոնե տանը իրան հարցնում է, ինչ ես անում։ Այդ պատկերացումները, վատ թերի փիլիսոփայական մտքերը, անպատրաստված տնտեսական հայտարարությունները, անհասկանալի գաղափարախոսությունը, այս բոլորը ավելացնում են քաոսը։ Կա կանոն, գոնե քաոսը մի ավելացրու։ Չես կարողանում, գոնե վնաս մի տուր։ Հանգիստ ինքը կարա հանգիստ վերընտրի, պարտադիր չի, չես կարող արդեն մտել ես պատմության մեջ, որպես շատ վատ ռազմական ղեկավար։ Շատ վատ։ Նա ասում է խաղաղություն եմ։ Ինքը խաղաղություն չի բերել։ Ես, լավ։ Նորից եմ ասում, խաղաղությունը դա ոչ թե Նիկոլ Փաշինյանի խաղաղություն կարա ասի, որ խաղաղություն է բերել, մարդ ով ունի ավելնորդ, հավելյալ 2 տանկային կորպուս, որ կարա քշի գա Բաքուն սարքի ոչ թե Աբշորոնի թերակղզի, այլ Կասպից ծովի եւս մեկ բան խոց։ Այն որ կարաս մտնես, մաքրես, փորես, վրան ջուր լցնես։ Ու չես անում, այդ վաղտ ասում ես ես խաղաղություն եմ բերել։ Բայց երբ որ դու ոչինչ չունես, դու զանգում խնդրում ես ու քո ազգի վաղուց արդեն չեղած կամ դեռ գործող պայծառ դեմքերի համար, իրանց պատիվը պահելու համար, մեծ եվրոպական քաղաքակրթության պատիվը պահելու համար, քրիստոնեական արժեքները պատիվը պահելու համար, ինչ որ երկրներ, որոնք կարող են, ասում են չհամարձակվեք սրանց վրա հարցակվեք, այդ դու չես բերե խաղաղությունը։ Դու չես բերե խաղաղությունը, դու որ հեռախոսը չվերցներ, իրանք էլ կխառնվեն կամ մեկ ուրիշը կվերցներ։ Նորից եմ կրկնում, խաղաղություն կարա բերի այն ղեկավարը, որը ունի հավելյալ 2 տանկային կորպուս եւ որոշումը չհարցակվել։ Ու ասում է, չէ, խաղաղություն են կնքում, չենք հարձակվում։ Ֆրանսիան ուղղակի հայտնի է ժողովրդավարական այդ ավանդույթներով եւ յուրաքանչյուր պահի, երբ Ֆրանսիայի քաղաքացիներին շուտ բան դուր չի գալ, իրանք Բոնապարտի ժամանակներից էլ մի փոքր էլ առաջ որոշում դուրս գան փողոց։ Բողոքի ակցիաներ կան, որոնք հիմնականում կապված են ոչ նույնիսկ այդքան սոցիալական խնդիրների հետ, այլ նախկինում վարած քաղաքականության եւ ընդհանուր առմամբ Մակրոնի թույլ տված ինձ թվում է վրիպակ սխալ ինքը անցած տարի երբ բաներ Եվրոպարլամենտի ընտրությունների ժամանակ երբ աչերը ախտեցին, չգիտես ինչի որոշեց որ լրիվ չպարտավորված արտահերթ ընտրություններ արեց եւ գործող կառավարությունը ոնց որ խավես դուրս եկավ։ Ինչնց կայուն պետք էր։ Ինքը կայուն կառավարություն էր եւ մեծ հաշվով Ֆրանսիան գտնվելով առաջնագծում Եվրոպայի խոսքը ուկրաինական պատերազմում Եվրոպայի դերի մասին էր եւ այդ բանի ես օրինակ
նայում եմ, ֆրանսիացիքն են ասում, չպարտավորված, ոչ օրենքի պահանջ կար, ոչ հասարակական պահանջ կար։ Ինքնահաստատվելու խնդիր։ Ինքը խնդիր ուներ, դա Ֆրանսիայում ընդունված է, բայց ցավոք սրտի հետ վերադառնալով Դեգոլն էլ տենց ինչ-որ հանրաքվե արեց, ասաց, եթե հանրաքվեն բան չանեք, ես հրաժարական կտամ, հրաժարական տվեց, ոչ մի լավ բանով դա չավարտվեց։ Այսինքն ինչ-որ իմաստ չունի։ Ֆրանսիայի կառավարությունը մեծ հաշվով խնդիրներ ունի, այդ խնդիրները կապված են նրա հետ, որ մեծ, սենց եթե մեծ մազուկներ ունեք, դա բանն է անկանոն միգրացիոն ներհոսքը տարիներ առաջ, որը օրենսդրությունը ստեղծված է ֆրանսիացիների համար։ Ինքը սոցիալական պատասխանատվությունը բավականին մեծ, ինքը շատ լավ երկրի համար, եթե երկրի քաղաքացիների մասին է խոսքը, շատ լավ բան։ Միգրանտները մեծ հաշվով այդ համակարգում գալիս են որպես օտար, այսինքն համակարգը կառուցած է նրա վրա, որ դու աշխատում ես, բավականին բարձր սոցիալական վճարումներ ես կատարում եւ օգտվում ես ամեն ինչից այդ պետության շրջանակներում, ոնց այդ պետության քաղաքացի։ Ցավոք սրտի միգրանտների գալը ինքը սոցիոլոգիական խնդիր է։ Երբ միգրանտները գալիս են իրանց դնում են սոցիալականի մեջ, այն սոցիալականի, որը ստեղծած է քո քաղաքացիների համար։ Համակարգը բան է լինում, չի դիմանում, որտեվ ինքը ոնց որ պատկերացրեք տուրբին է, պտտվում է, ինքը նախատեսված է այսինչ ջրի հոսքի համար, հա, կամ այսինչ օդի հոսքի համար, դու մեկ էլ հոսքը եռապատկում, քառապատկում ես։ Ինքը սկսում է խնդիրներ առաջանալ, այսինքն process-ը խնդիրներով է գնում։ Միգրանտները չեն ստեղծել ոչինչ, չեն դրել այդ պետության կոպիտ ասած այն տեղը, որտեղից որ վճարումները գնում են։ Եվ իր ընտանիքների անդամներն էլ չեն ստեղծել, եւ չեն ստեղծելու, եւ իրանք նույնիսկ եթե ուզենան չեն կարող, որտեղ շատերը լեզու չգիտեն, մասնագիտություն չունեն եւ այլն, հա, այս խնդրումը որտեղ է։ Բայց համակարգը սոցիալական պատասխանատվության համակարգը պետական։ Իրանց ընդունում է որպես օքեյ, մեր տարածքում խնդրեմ ունես, մարդիկ պետք է լուծենք այս խնդիրները։ Ընթացքում ստիպված ես լինում հարկերը բարձրացնել, հարկերը բարձրացնում ես քո աշխատողների, դե որտեղ նրանք չեն աշխատում։ Բոլորի համար ես բարձրացնում մեծ հաշվով, ոչ թե նրանցը չես բարձրացնում, բոլորի համար բարձրացնում ես, բայց նրանք հարկային դաշտում չեն։ Ու իրանք գալիս են այն երկրներից, որտեղ մարդիկ, հիմնական մասը գալիս է այն երկրներից, որտեղ մարդիկ օրը 1.5 եվրոից պակաս են ծախսում ապրելու համար։ Եվ իրանք ընկնում են մի երկիր, որտեղ իրանց մարդը 3-ից 4 եվրո փող է հասնում, պլյուս շատ բաներն էլ անվճար։ Այդ ում հաշվին է հասնում։ Քաղաքացիների, ովքեր որ աշխատում։ Այո, ովքեր աշխատում են։ Ում բեռը հարկային բեռը բարձրանում է։ Եկածները չեն հասկանում խի պետք է աշխատեն։ Իրանք ոչ թե վատն են, ոչ թե բան, տրամաբանական է, ինքը, ասենք 3 օրը մեկ կարողանում էր ինչ-որ մի բան ունենալ, որը կարելի է շատ մեծ տենց մոտեցումով կոչել հաց։ Իսկ ստեղ ինքը ունի հաց, պանիր, ֆուագրա, կոկա-կոլա, տրանսպորտ, ինքը համել փախստական է, իր երեխունել են տալի, համել դպրոցեն տալի, ինքը չի հասկանում խի պետք է աշխատի, ինքը հասել է իր երազանքների ամենավերին կետին, այն ինչ որ երազում էր, ու դրանից մի 4 մետր էլ վերև է։ Դու ինքը չի հասկանում, խի պետք է աշխատի։ Լավ, պետությունը ոնց կայունությունը շարունակի պահպանել։ Պետության կայունություն շարունակ, դա բանն է։ Մավոսմով որ իմանայի կդառնայի Ֆրանսիայի վարչապետը։ Ինչ որտեղ Մակրոնի թեման են քննարկում։ Մակրոնի համար այս խնդրեմը հիմա ինքը ինչ արեց, ինքը բանը իջացրեց։ Տեսեք, իրականում, բայց այդ միգրանտների լավը որն է, որ դու դրանց երեխեքին վերցնում ես, սարքում ես ֆրանսիացի, իրանք քանակով շատ են։ Իրանք սկսելու են աշխատել, բայց այդ հիմա չի։ Այդ 15-20 տարի հետո իրանք սկսելու են աշխատել գեներացնել եւ դրա շնորհիվ աշխատուժը կավելան, այսինքն դրա շնորհիվ երկիրը կշնչի, կարտաշնչի։ Իսկ մոդելը հիմա գոյություն չունի։ Մոդելը հիմա այն է, ինչ որ արել է իրականում Մակրոնը։ Թոշակային տարիքը բարձրացնել, որտեղ ասենք մարդը ինչ-որ աշխատում է 50 տարեկանում ասում է ես գնացի թոշակի։ Okay, դու գնացիր թոշակի, բայց դու մեծ հաշվով առողջ ես։ Ստացվում է, որ մեկ աշխատողը պահում է 4 թոշակառու, 5 թոշակառու, ինչ հնարավոր չի։ Բայց այդ մարդը, որը 50 է, ինքը իրականում պայմանական 50 է, ինքը 15 տարի կարող աշխատի նորմալ։ Գոնե ոչ թե թոշակ ստանա, այլ աշխատի ինքը իրեն պահի։
Լուծումը էս է, այսինքն ինչ որ միտեղ հասարակությունը պետք է մնա։ Նորից եմ ասում, մեղավորը միգրացիոն հոսքը չի։ Մեծ հաշվով են որ Ֆրանսիա խոսում է, ասում մեղավորը այն է, որ ֆրանսիացին որոշել է, որ ինքը պետք է երեխա չունենա։ Իսկ նրանք էլ մի 5 հատ կին են ունենում եւ 15 հատ երեխա։ Այդ իրանց բանն է, ավանդույթն է, իրանք հատուկ չեն ունենում, այդ իրանք միշտ է տենց են ունենում։ Աֆրիկայում ինչի են շատ երեխա, որտեղից է գալիս, որտեվ իրանց մոտ բանը մահացությունը մանուկների շատ բարձր է։ Այնտեղ ծնվածներից 10 երեխա, որ 10 երեխայից 3-ը 4-ը մահանում են 1 տարի չհասած։ Այսինքն ծնված երեխաների ավելի քան 50%-ը 12 տարեկան չեն դառնում։ Իրենց մոտ այդ շատ ծնվելը ուղղակի ինքնապահպանական, ինքը գիտի, որ ինքը մի հատ երեխա ունեցավ, 99% հավանականությամբ ինքը այս երեխին 12 տարեկան չի հասել։ Ստեղծոց պաշտպանված են իրենք։ Ստեղծոց պաշտպանված են, բայց որպեսզի դու մշակույթը փոխես, այդ երեխեքին պետք է տանես դպրոց, իրանց դաստիարակես ֆրանսիացի, ինչը մեծ հաջողությամբ, ամենամեծ հաջողությամբ Ֆրանսիան անում։ Հիմա այս ամբողջ նախաբանը մեր նրա համար էր, որ տեսնենք այնուամենայնիվ հետ գանք Մակրոնին եւ տեսնենք Մակրոնի չի ուզում աշխատի։ Դիրքերը թույլ են, Մակրոնին իմպիչմենտ էին ուզում հայտարարել։ Չէ, այդ իմպիչմենտի հարցը միանգամից փակվեց, որտեղ ինչ որ աչերն էին ու ինչ որ մի կուսակցություն տարել են թե ազգային ժողովը թե սենատը ասել են թուղթը հավաքի դավայ ստեղից, նույնիսկ չի քննարկվել։ Այսինքն այդ բերել են թուղթը բան, այդ հանձնաժողովը իրավական որը բնավ դա ասել են փաթեթ։ Բայց լուծում պետք է գտնվի։ Լուծումը չէ, լուծումը որն է Մակրոնը մինչև 27 թիվ նախագահը չի պատրաստում դուրս գալու Փարքաստու գորնը այդքան դեգոլի պես բաներ չի անի, դե հիմա տեխնիկական կառավարությունով կարա յոլա գնա, կարա մի հատ էլ ընտրություններ հայտարարի։ Իրականում համակարգը այնպեսին է, որ նախագահի առկայությունը բավականաչափ կայունություն է տալի։ Ազգային ժողովը կա, հիմա կառավարությունը չկա, ինքը կարա տեխնիկապես կառավարություն նշանակի։ Դե ինչ-որ բան կփոխեն, որպես այս վարչապետները չկոտրվեն։ Իրանք երկու հարց ունեն, դե Լեկորնյուն իր ճառում ասեց, որ երկու կրիտիկական հարց կա։ Այդ երկրորդը էլի իմ համար գերժողովրդավարական բան է, դրսևորումը, հա, մեկը Նոր Կալեդոնիան է, որ ինքը ուզում է կոնֆլիկտից հանի, եւ այնտեղ պետքա հանրաքվե լինի արդեն երրորդը ինձ թվում է վերջի 10 տարվա մեջ, որ արդյոք Նոր Կալեդոնիան ուզում է անկախ պետություն դարձնել, ինչ անկախ պետություն։ Ալիևի օգնությամբ։ Ալիևը չի այնտեղ Չինաստանն ու Ռուսաստանն է։ Դա աշխարհի նիկելի պաշարների զգալի մասն դեռ է։ Այսինքն դա Ֆրանսիային կտրել է բանից։ Ֆրանսիան մեծ հաշվով վերջի տարիներին տանում է քաղաքականություն բանից դուրս գալու, որտեղ ռեսուրսատար է շատ։ Ինքը օրինակ Ֆրանկաֆրիկայից դուրս եկավ, Ֆրանկոֆոն Աֆրիկայից նպատակային դուրս եկավ։ Մալին, Նիգերը, Չադը, վերջինը Սենեգալից են դուրս եկել 3 ամիս առաջ, վերջի ռազմական բազան փակեցին բանալիներով դուրս եկան ամբողջությամբ։ Ֆրանսիան էլ Աֆրիկայում չկա, եւ դա բերել է բավականին մեծ բյուջեի խնայողություն։ Խնդիրը հենց նրանում է, որ բյուջեն խնայում են դրան։ Սա մեկ եւ երկրորդը ինչ որ ասեցի բյուջե պետք է ընդունեն մյուս տարվա։ Եվ այդ բյուջեի մեջ բավականին լուրջ խնդիրներ, որտեղ չնայած տնտեսական կրիզիսին, չնայած դու կրիզիս չի, այնտեղ ինչ որ բաների հարց կա, հա, մյուս տարվա ռազմական ծախսերն է մեծացրել։ Մյուս տարվա խնդիրը առաջացել բանի ռազմաարդյունաբերության եւ Ուկրաինային նորովի աջակցելու բանակը պետք է զարգանա։ Մյուս տարի 26 թիվը բավականին կարևոր տարի է նաեւ մեծ հաշվով որտեվ 27-ը նախընտրական է եւ ամբողջ 26 թվականը այդ բանը պետք է վառվի, որտեվ այդ թեմա է։ Մակրոնը չի կարող լինել, Մակրոնի աջակիցներից կամ մակրոնիստներից մեծ հաշվով դե ամենապայծառ ոնց որ դեմքը Լեկորնյունն է։ Եթե Լեկորնյուն հաջողացրեց հիմա Կալեդոնիայի հարցը լուծի, Կալեդոնիան, չգիտեմ, ոնց է պետք իրանց ենթադրում եմ, ես իմը մի քիչ բան ասում եմ, վանեց արունը ջուր չի դառնում իմ նախի պետք է տան վերսիայով, բայց դե հիմա Ֆրանսիային ավելի քեր, հա, իրանց ինչա պետք։ Այդ հարցը լուծին հենց որ Ֆրանսիայի պետականության համար հարմար լինի, որ բյուջեի հարցը կարողանա լուծի եւ նույնիսկ մնալով տեխնիկական վարչապետ կարողանա 26 թիվը պահի, ինքը շանսեր կունենա պայքարելու։ Բայց այնտեղ կան գոլիստներ, ասենք էլի մեզ համար օտար մարդություն, ամենավտանգավորը դա աչերն է։ Աչերը, որոնք որ մեծ հաշվով եվրոսկեպտիկներ են։ Եվ եվրոսկեպտիկ լինելը դա լավ չի։ Չնայած Չեխիայում եվրոսկեպտիկները հաղթեցին։ Այո։ Դա հեչ լավ չի, տաուն, հա, որ նայում ես իրենք բան չի։